ամուսնուս կողմից ենթարկվել եմ բռնության, աչքիս հատվածում ունեցել եմ այտուցվածություն, որի պատճառով դիմել եմ ոստիկանություն, որպեսզի կանխարգելվի այդ ամեն ինչը, ասենք հեռավորությունը լինի ընտանիքում, որպեսզի երեխեքն էլ հանգիստ լինեն, էլի։ Մեր զրուցակիցը պատմում է, ամուսինը ալկոհոլ էր օգտագործում, տանը պարբերաբար վիճաբանություններ էին լինում։ Ոստիկանություն դիմելուց հետո մեկ ամսից ավելի ամուսինը նրան չի մոտեցել։ Չի եկել, հանգիստ ենք եղել։ Սակայն ոչ միշտ է լինում, որ բռնություն գործադրած անձինք պահում են սահմանված կանոնները։ Այդ պատճառով մարտի 1-ից բռնություն գործադրած անձը կպարտավորվի գրել էլեկտրոնային հսկողության միջոց։ Եթե նա սահմանված տարածությունից ավելի մոտենա բռնության ենթարկված անձին, այդ մասին կտեղեկանա և նա, և օպերատիվ կառավարման կենտրոնը։ Ահազանգը ինքնաշխատ կերպով արտացոլվում է օպերատիվ կառավարման կենտրոնի տեղեկատվական համակարգում և օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից անմիջապես անհապաղ նման տեղեկատվությունը փոխանցվում է բարեկային կարգախմբին կամ մոտակա տարածքային ստորաբաժանման կողմից առավել արագ արձագանքելու և ընտանեկան բռնության դեպքը հնարավոր կանխարգելելու և արձանագրված խախտումը ֆիքսելու նպատակով։ Ներկայում բռնություն գործադրած անձի նկատմամբ հսկողություն է իրականացվում կամ ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողի այցելությունների միջոցով, կամ պետական շահագրգիռ մարմինների կողմից հարցումների ու գրությունների միջոցով։ Բռնություն գործադրած անձը էլեկտրոնային հսկողության միջոց պարտավորվելու է գրել և անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կատարումն ապահովելու դեպքում, այլապես պատասխանատվության է ենթարկվելու։ Հրաժարվելու դեպքում բռնություն գործադրած անձը պատժվում է հանրային աշխատանքով, կարճաժամկետ ազատազրկմամբ, ազատության սահմանափակմամբ, ինչպես նաև ազատազրկմամբ առավելագույնը 1 տարի ժամկետով։ Ներկայում ուսումնասիրվում է միջազգային փորձը, էլեկտրոնային հսկողության միջոցների տեսակը, ձևը, կիրառելիության նպատակահարմարությունը որոշելու համար։ Նախատեսվում է, որ այն լինելու է բանալիով թևնոցի կամ սմարթ ժամացույցի տեսքով։ Ինչ վերաբերում է վիճակագրությանը, 10 ամիսների համաձայն նկատվում է ընտանեկան բռնության դեպքերի աճ։ Այս տարի ընտանեկան և կենցաղային բռնության 2353 դեպք է գրանցվել մինչև նոյեմբեր։ Նախորդ տարի նույն ժամանակահատվածում թիվը 1860 էր։ Մասնագետի խոսքով բռնությունը լատենտային համարվող հանցագործություն է, աճը պայմանավորում է ոչ թե դեպքերի, այլ բնակչության դիմելիության ավելացմամբ։ Լիանա Խաչատուրյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։